2025-ը հայ հեղափոխական դաշնակցության համար եղավ մարտահրավերներու, ինչպես նաև նախաձեռնություններու տարիմը։ Գոմիդեները շարունակեցին իրենց աշխատանքները, հոգալով իրենց շրջաններու գարիքները եւ բնագիչներու բարեկեցությունը։ Անոնք նաև զանազան արիտներով ցերնակներ գազմագերբեցին, հիմնականորեն ասկային տոներուն նվիրված։ Միություններու աշխատանքները նույնպես անբագած չմնացին։ Լոխի միջոցով շարունակվեցան առողջապահական եւ բարեսիրական գործունեությունները։ Համասկայնի բազմաթիվ ելույթներու միջոցով անբագած չմնացին հայ ասկային երկն ու բարը եւ վար բահվեցավ հայկական մշակույթը։ Հոմենետմենի սկաուտական մեծ ընտանիքը խանդավառությամբ շարունակեց իր հավաքները, նշեց զանազան հոպելյանական ամյակներ, գազմագերբեց ցերնարկներ ու բանակումներ։ Իսկ մարզական բաժինը արձանագրեց հաջողություններ։ Հոյտա Լիբանանի բادرական միությունները, Լիբանանի երդասարտական միությունը եւ Զավարյան ուսանողական միությունը շարունակեցին իրենց աշխատանքները, գազմագերբելով զանազան տեսակի նախաձեռնություններ։ Հոյտա Լիբանանի գետրոնական գոմիդեն իր գարքին մեջտեղ բերավ բազմաթիվ նախաձեռնություններ։ Հատկանշական ցերնարկներ էին Սարգիս Սեկլյանի եւ Գարո Կոլանջյանի արևանկման ու նահատակության 40-ամյակի հիշատակին նվիրված ցերնարկը, Բեյրութի նահատակած հրաբարագին վրա հայոց ցեղասպանության 110-ամյակի հիշատակին նվիրված բազմահազարանոց միջկուսակցական ցերնարկը, Հայաստանի առաջին անկախության հիշատակի ցերնարկը եւ Ռուբեն Զարդարյանի անդիպ նամակներ հադորի շնորհանդեսը։ Աստակն ու վանացայինը ներկայացան դարադեսակ հրադարագություններով, լսարաններով եւ հայդակիրներով, որոնց ընդմեջ են լուսարձակի տակ առնվեցան ասկային, քաղուտային, միջազգային եւ ընդհանուր հետաքրքրություն հարաճացնող թեմաներ։ Այս տարի դեղի ունեցան նաեւ քաղաքապետական եւ թաղապետական ընտրություններ, որոնց ընթացքին գետրոնական կոմիտեի զանազան մարմիններն ու շրջանային կոմիտեները դարին հսկայական աշխատանք։ Այսպիսով, մենք հասանք արդար արդյունքի։ Հայ հեղափոխական դաշնակցությունը քաղաքապետական եւ թաղապետական ընտրություններուն առաջադրեց 71 տեխնազուներ, որոնց մեն դրվեցան 69-ն, այսինքն արձանագրվեցավ ավելի քան 97% հաջողություն։ Ընտրական հաղթանակին առիթով գազմագերբվեցավ ընդունելությունը, շնորհավորելու եւ ցանոթանալու համար ընդրված տեխնազուներուն։ Այս գործունեություններուն առընթեր գետրոնական կոմիտեն շարունակեց սերտ կապեր բահել ներքին եւ արտաքին քաղաքական գաղութներու եւ անձնավորություններու հետ, ապահովելով հայ համայնքի ճշգրիտ ներկայացուցությունը Լիբանանի մեջ եւ բավանելով անոր դրված իրավունքները։ Ավելին, Հոյտա Լիբանանի գետրոնական կոմիտեն նախաձեռնեց Լիբանանահայ քաղուտի մեջ գործող դարբեր հաստատություններու այցելություններու, մոդեն ցանոթանալով անոնց տարած գործունեության, դրամատրած զարայություններուն եւ թիմակրաված դժվարություններուն։ Այս նախաձեռնության նպատակն է համագործակցության հարտագիմը ստեղծումը, որբեսի միասնաբար կարողանանք թիմակրավել Լիբանանի արչեւ ծառացած մարտահրավերները եւ ապահովել հայկական թիմակիցի պահպանումը։ Նախաձեռնվեցավ նաև Հոյտա Լիբանանի գարույցի գայքեչի բացման։ Նորահաստատ գայքը կընդգրկե Հոյտա Լիբանանի գարույցի գործունեության լուրերը, գարույցի զանազան մարմիններուն եւ հաստատություններուն սերտ գապ հաստատելու դեղեցությունները, այդ մարմիններուն եւ հաստատություններուն պատմությունը ներկայացնող բաժինը, հրադարագություններ, քաղուտի մեջ կայանալիք ցերնարկներու օրացույցը, ինչպես նաև Հոյտա Լիբանանի գարույցի գործունեության պատմությունը։ Վերջինս վերածվեցավ քրկույգի եւ մոդորեն հասանելի պիտի դառնա հանրության։ Այս տարի մեծ տարողությամբ նախաձեռնություններ իրականացվեցան Հայաստանի մեջ։
ուր իրենց մասնակցությունը բերին նաև Լիբանանի հայ երիտասարդներն ու երիտասարդուհիները։ Հոմենտմենի Լիբանանի մարզիկները իրենց մասնակցությունը բերին համահոմենտմենական 13-րդ մարզախաղերուն Երևանի մեջ։ Բացի ատկե, երկար դարիներու թաթարեի հետ Հայաստանի մեջ իրականացավ Հոյիթա համահայկական երիտասարդական եւ ուսանողական 13-րդ բանակումը, որում մասնակցեցան Հոյիթա Զավարյան ուսանողական միությունը եւ Հոյիթա Լիբանանի երիտասարդական միությունը ավելի քան 90 անդամներով, գազմելով բանակումի մասնագից մեծակույն պատվիրակությունը։ Այսպիսով, աշխարհասփյուր հայ երիտասարդությունը եկավ շեշտելու, որ հագարակ Հայաստանի վարչակազմի աբասկային գործունեության հայկականն ու ասկայինը չեն ընկրկած, այլ գանքուն են եւ պիտի հաղթանակեն։ 2025 տարին հանդիսացավ դժվարություններու եւ մարտահրավերներու տարիմը։ Հագարակ այն իրողության, որ Լիբանանը դակավին կգտնվի զանազան տեսակի տագնապներու մեջ, բայց եւ այնպես արձանագրվեցան դրական աստակներ, հույս ներշնչելով երկրի աբակա բարօրության նկատմամբ։ Լիբանանը հագարակ շարունակվող լարվածության կարողացավ դուրս գալ պատերազմական ծանր իրավիճակեն։ Այսօր ունի հանրապետության նախագահ եւ կառավարություն, որոնց միջոցով կարելի կդառնա քաղաքական գործընթացներու հարաճացումը։ Փետրվար 2025-ին կազմված Լիբանանի կառավարության մեջ Լիբանանահայությունը կներկայացնե Նորա Բայրակտարյան, ստանցնելով երիտասարդության եւ մարմնագրթության նախարարությունը։ Երկար միջում է յետք հաջողությամբ իրականացան նաև քաղաքապետական եւ թաղապետական ընտրությունները։ Արայդ ընկերգիլ չկա։ Մարտահրավերները մեր բոլորիս արժև են եւ զանոնք հաղթահարելու համար պետք է միասնապար գործել։ Հայ հեղափոխական դաշնակցության Լիբանանի մեծ ընտանիքը գուսակցության հիմնադրության 135 ամյակին արիթով ուկա անգամ միևս վերանորոգելու իր ուխտը։ Բայկարիլ ժողովրդին եւ հայրենիքին համար։